Միասին կարող ենք բացել Ղուկաս ավետարան 6-րդ գլուխ 45 խոսքը արագ կկարդանք։ Տեր Հիսուսն ասաց. «Բարի մարդը, ով է այդ բարի մարդը»։ Մեկը կարող ասի «Բարդ ով է»։ Բայց ցույց է տալիս ինչով է այդ մարդը բարի։ Բարի մարդը, բարությունը որտեղից է գալիս, քույրեր եղբայրներ, մեր սրտից է գալիս։ Բարի մարդը իր սրտի բարի գանձից, ուրեմն այդ մարդը իր սրտի մեջ ինչ ունի, գանձ ունի, որը բարի է։ Ինչ է անում, իր սրտի բարի գանձից բարին է բխեցնում։ Իսկ չար մարդը իր սրտի չար կուտակվածից կուտակել է չարիքը իր սրտի մեջ, չարն է բխեցնում, չի ասում չար գանձից, այլ չար կուտակումից։ Որովհետև բերան, հիմա ուշադիր որտեղից է բխում այդ ամեն ինչը, գանձն էլ, կուտակված չարիքն էլ, որտեղից է բխում, բերանը սրտի կուտակվածիցն է խոսում։ Ուշադրություն դարձրեք այդ բառը, բարի մարդը բարի գանձ է բխեցնում։ Հիմա Սաղմոս 45:1, Սաղմոս 2-ն ասում է, իմ սրտից բարի խոսք է բխում, որտեղից սրտից, և ինչպես է բխում, նորից բերանով պիտի բխի, չէ։ Ես ասում եմ, տեսեք, բխելը, հետո շարունակում ասում է, ես ասում եմ, իմ քերթվածքը, այսինքն իմ գրվածքը, իմ բանաստեղծությունը թագավորի համար է, ով է այդ թագավորը, Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ հետո ասում է իմ լեզուն ճարտար դպրի գրիչ է։ Ահա թե ինչ գանձեր են բխեցնում իր սրտից։ Հովհաննես ավետարան 4 գլուխ 14-րդ համարը։ Տեր Հիսուսը խոսում է ջրի մասին։ Այն ջուրը, որ ես նրան տալու եմ, Տեր Հիսուսը տվել է քեզ կյանքի ջուրը։ Նրա մեջ, ում մեջ, իմ մեջ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար ինչ կանի, նորից կբխի, նորից բխել բառն ենք տեսնում։ Հիմա Հովհաննես ավետարան 7-րդ գլուխ 37-րդ խոսքից։ Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր և ասելով, եթե մեկը ծարավ է, թող գա ինձ մոտ ու խմի, ինչպես գիրքն է ասում, ով ինձ հավատում է, այստեղ են Հիսուսին հավատացողները, ով ինձ հավատում է, նրա ներսից, այդ ներսը միտեղ գրված է փորից, բայց նաև սրտից, կենթանի ջրերի գետեր պիտի ինչ անեն, նորից ասեք, բխեն, պիտի բխեն։ Բխել բառը ուժեղ բառ է։ Բխել բառի հոմանիշը հոսելն է, բայց հոսելը թույլ բառ է։ Հոսում է գետը, հանդարտորեն, չէ։ Ռուսերեն մի երկ է, դալիկա դոլգը, ծիչոդրիկա վոլգը։ Ու հետո բան չի փոխվում այդ երգի մեջ, մենակ տարիքն է փոխվում երգողի։ Բայց գետ կա, որ հոսում է, գետ կա բխում է։ Կա տարբերություն այդ ամենի մեջ։ Բխելու մեջ ուժ կա, բխելու մեջ զորություն կա, բխելու մեջ անվերահասկելի մի վիճակ կա, որ դու չես կարող տիրապետել դրան։ Դա պայթում է քո մեջ, պորտկում է քեզանից, հորդում է և բխում է։ Մենք ունենք նաև բարդ բառեր բխել բառուց կազմված, այսօր մի քիչ լեզվաբանական կուրսեր էլ կանցնենք։ Ունենք բառ, որ ասում ենք ինքնաբուխ, ինչ է նշանակում։ Ինքը իր ներսից բխեց, ժայթքեց։ Մենք ունենք մեկ ուրիշ բառ, ասում ենք հրաբուխ, ընդհանրապես որ ասում ենք բուխ, ինչ է լինում, պայթյուն է տեղ ունենում, չէ, մի բան մեզանից ժայթքում է, հրաբուխ էլ նշանակում է հուրը այնքան կուտակել էր իր ներսում չդիմացավ ու բխեց և լավան հոսեց և հրդեհեց ամեն ինչ։ Հետո մեկ ուրիշ բառ ունենք, ասում ենք սրտաբուխ, ինչ է նշանակում։ Մի բան, որ սրտից է բխում։
Կա տարբերություն ինքնահոս խոսքերի եւ սրտաբուխ խոսքերի, չէ։ Երբ որ մեկը սրտաբուխ մի բան է ասում, կենաց, խոսք, մաղթանք, զգում ես տարբերությունը, որ սրտից բխեց, ոչ թե գլխից պարզապես։ Հետո բառ կա, ասում ենք հոգեբուխ, մի բան, որ հոգուց է բխում։ Եվ մի գեղեցիկ հայերեն բառ կա, որ քիչ է գործածվում, ասում են աստվածաբուխ, Աստծուց բխող։ Ուրեմն բխել բառը զորավոր բառ է։ Հովանու ավետարանի մեջ Տեր Հիսուսն ասաց ինձ հավատացողի փորից, ներսից, կենդանի ջրերի, ոչ թե մեկ գետ, ոչ թե մեկ ջուր, հոգնակի է ամեն բան, առատ է ամեն բան, ջրերի գետեր, պատկերացնում է գետեր պիտի բխեն։ Ընդհանրապես Հովանեսի ավետարանը խորհրդավոր ավետարան է։ Սիմվոլներ կան այդ ավետարանի մեջ, թվեր կան, որոնք բաներ են խորհրդանշում մեզ համար։ Եվ ես երեք գտա ի զարմանս ինձ, երբ որ ուսումնասիրում եմ, հայտնաբերեցի, որ մինչև Հովանու ավետարան 7-րդ գլուխը Հիսուսը 7 անգամ խոսում է 7 ջրերի մասին եւ տարբեր ջրերի մասին։ Օրինակ առաջին գլխում Տեր Հիսուսը խոսած կամ տեսանք ավելի շատ մկրտության ջրի մասին։ Նա մտավ ջուրը մկրտության համար։ Երկրորդ գլխում մենք տեսնում ենք, որ Կանայի հարսանիքում Տեր Հիսուսը ջուրը գինի դարձրեց։ Երրորդ գլխում Տեր Հիսուսը խոսում է այն ջրի մասին, որից ծնվածը մտնում է երկնքի արքայություն, եթե մեկը հոգուց եւ ջրից չծնվի, չի մտնի երկնքի արքայություն։ Տեսնում ենք ծնունդ առաջացնող ջուր։ Չորրորդ գլխում Տեր Հիսուսը խոսած ներսից բխող ջրի մասին, որ ամեն խմողը չի ծարավի եւ ներսից կբխի։ 5-րդ գլխում մենք տեսնում ենք բժշկող ջրի մասին, Բեթհեզդայի ավազանում, երբ որ գալիս էր հրեշտակը, ջրերը շարժում էր, շարժվող ջրերի մեջ էր բժշկությունը տեղի ունենում։ 5-րդ գլխում բժշկող ջուրն էր։ 6-րդ գլխում մենք տեսնում ենք հագեցնող ջուրը, Հովանու 6:35-ում ասած, ով որ այդ ջրից խմի, չի ծարավի։ Եվ 7-րդ գլխում տեսնում ենք բխող ջուրը, ինձ հավատացողի փորից։ Եթե նա գա եւ խմի, նրա ներսից կենդանի ջրերի գետեր, ոչ միայն աղբյուրներ, գետեր կբխեն։ Ինչ տոն էր այդ տոնը, երբ որ Հիսուսը կանգնեց եւ աղաղակեց։ Դա տաղավարահարած տոնն էր, տաղավարների տոնը, որ հրեաները նշում են ամեն տարի սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, որովհետեւ նրանց մոտ շարժական է օրացույցը, եւ այս տարի կարծեմ հոկտեմբեր ամսին էր, Երուսաղեմում կանգնած տաճարի աստիճանների վրա Հիսուսը աղաղակեց։ Որպեսզի լավ հասկանանք Սուրբ գրային այս պատմությունը, պետք է կոնտեքստը հասկանանք։ Այդ օրը հրեաները նշում էին իրենց 40 տարվա դեգերումները անապատում եւ ինչպես Աստված անապատում կերակրեց եւ խմեցրեց հրեա ժողովրդին։ Անապատում ժայռից ջուր բխեց, երկնքից մանանա տեղաց։ Եվ այդ ժամանակ ինչ էին անում քահանաները, նրանք իջնում են Սելովամի այդ ներքևի հեղեղատը եւ այնտեղից եւ Սելովամի ավազանից նաեւ ջուր էին բերում դույլերով դեպի տաճարը եւ տաճարի աստիճանների վրայից թափում էին այդ ջուրը ներքև եւ տաճարի ջուրը հոսելով իջնում էր ներքև։ Նկատել եք Սաղմոսների մեջ կա մի հատված, որ կոչվում է աստիճանների Սաղմոս եւ հրեաները այդ Սաղմոսը երգում էին հենց այս տոնի ժամանակ Երուսաղեմ գնալիս, ամեն աստիճանի վրա տաճարի կանգնելիս քահանաները երգում էին այս երգը եւ ջուրը հոսեցնում էին տաճարից։ Ովքեր որ Երուսաղեմում եղել են հատկապես տաճարի լեռան վրա, ես մի բան կարող եմ վկայել, որ դա ամենաչոր տեղերից մեկն է աշխարհի։ Եվ բոլոր գիդերը, որ տանում են ձեզ այնտեղ, զգուշացնում են, որ առանց ջրի դուրս չգաք, որովհետև Երուսաղեմը շատ չոր քաղաք է։ Հատկապես տաճարի լեռան վրա, որտեղ ամենուր է քար է եւ քարե շինություններ են, բնություն չկա, բուսականություն չկա, եւ այդ քարն էլ անդրադարձնում է արեգակի ճառագայթները, արագ ջրազրկվում ես։ Եվ այնտեղ րոպեների հարց է քո ջրազրկվելը։ Դրա համար Տեր Հիսուսը կանգնած այդ չոր ու ցամաք վայրում,
որտեղից մարդիկ ջուր էին թափում անընդհատ, եւ մարդկանց ուշադրությունը ջրի վրա էր, Հիսուսը մարդկանց ուշադրությունը ուրիշ ջրի վրա կենտրոնացրեց։ Մի ջուր կա, մի աղբյուր կա, որից եթե խմեք, ձեր փորից հավիտյան այդ աղբյուրները կբխեն եւ դուք էլ չեք ծարավի։ Այսօր պատգամը այսպես է կոչվում. ինչ գետ է բխում քեզանից, ինչ է բխում քեզանից, եւ ընդհանրապես արդյոք այդ գետերը բխում են քեզանից։ Ինչպես անապատում Մովսեսը վեմին զարկեց, հիշում եք այդ պատմությունը, չէ՞։ Նա զարկեց վեմին եւ այդ վեմից ջուր բխեց։ Եվ Պողոս առաքյալը պիտի ասեր Կորինթացիներուն, որ այդ վեմը Տեր Հիսուս Քրիստոսն էր։ Նույն կերպ սա մարգարեություն էր։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը խաչի վրա էր եւ նրան զարկեցին, նրա կողը խոցեցին, ինչ դուրս եկավ նրանից։ Ջուր եւ արյուն։ Երկուսն էլ կյանքի խորհրդանիշն են։ Առանց ջրի չկա կյանք եւ առանց արյան չկա կյանք։ Հիսուսը իր կյանքը տվեց, նշանակում է մեզ նաև ջուր եւ արյուն տվեց։ Իր արյամն նա մեզ մաքրեց, ջրով նա մեզ հագեցրեց մեր ծարավը, եւ սա մարգարեություն էր բոլորիս համար։ Եվ հարցը այսօր հետեւյալն է. իսկ ինչ է տեղի ունենում քեզ հետ, երբ որ քեզ զարկում են, երբ որ քեզ խոցում են, ինչ է դուրս գալիս քո սրտից։ Արդյոք քո ներսում կա այդ հավիտենական կյանքի աղբյուրը, որ կարող ես բխեցնել զարկողի համար։ Երբ ժայռին զարկեցին, ջուր բխեց, երբ Հիսուսին խոցեցին, արյուն ու ջուր բխեց, եւ երբ որ քեզ զարկում են, ինչ ես բխեցնում։ Առաջի բանը, որ ուզում եմ ասել այդ գետերի մասին, հետեւյալն է, Հիսուսը խոսում էր գետերի մասին։ Բոլոր գետերը մեկ կամ երկու ակունքից են բխում։ Մենք Աբովյանում ունենք գյուղ, որ կոչվում է ակունք։ Կա այստեղ մեկը, որ ակունքից է, ուր է ակունքից է մեր քույրը։ Աստված շատ օրհնի ձեզ։ Ակունք գյուղը։ Ինչու, որովհետև այդ գյուղից բխում են աղբյուրներ, որ հագեցնում են երևանցիների ծարավ։ Աբովյան չի ասնում այդ ջուրը, ցավոք սրտի։ Սա տանում են երևանցիները, տանում են Երևան։ Այդ ջուրը միլիոնանոց քաղաքի ծարավը հագեցնում են։ Աստծո գետերն էլ ունեն ակունքներ։ Եվ ես հավատում եմ Սուրբ Հոգու գետը երկու ակունք ունի։ Մեկը Հայր Աստվածն է եւ մյուսը Որդին է։ Հայրը, որ խոստացավ Սուրբ Հոգին, եւ Որդին, որ տվեց Սուրբ Հոգին մեզ։ Եվ այդ երկու ակունքից բխում է մի գետ, որը Սուրբ Հոգու գետն է, որ մեր ներսում նոր գետեր է առաջացնում եւ բխեցնում։ 87 Սաղմոսի 7-րդ համարում Սաղմոսերքում հայտարարեց եւ ասաց. Եվ երգիչները, ինչպես որ պար բռնողներ, Աստծո տան մեջ ոչ միայն երգում են, այլև պարում են Աստծո առաջ եւ Աստծո համար, երգիչները, ինչպես որ պար բռնողներ, պիտի ասեն, իմ բոլոր աղբյուրները քո մեջ են կամ քեզանից են։ Կարող ենք այսօր մենք էլ հայտարարենք, մենք էլ հռչակենք եւ ասենք, Տեր, իմ բոլոր աղբյուրները քո մեջ են։ Քո մեջ են եւ քեզանից են։ Ոչ թե մեկ աղբյուր, այլ աղբյուրներ։ Ինչ աղբյուրներ կան, որ Աստծուց են եւ Աստծու մեջ են։ Իմ ուրախության աղբյուրը Աստծուց է գալիս։ Համաձայն եք։ Իմ խաղաղության աղբյուրը, իմ օրհնության, քաղցրության, հաշտության, դուք ասեք, էլ ինչ աղբյուրներ, հույսի աղբյուրը, հավատքի աղբյուրը, բժշկության աղբյուրը մեր հորից է գալիս, մեր Աստծուց է գալիս։ Սիրո մշտահոս աղբյուրը նրանից է գալիս։ Սուրբ Հոգու գետը Աստծո եւ գառան գահի տակից են բխում։ Հայտնության գիրքն էլ ասում է, որ գառան տակից մի գետ, մի աղբյուր էր հոսում։ Եվ այդ աղբյուրը հոսում է այսօր նաև մեր սրտերի մեջ եւ դեպի մեզ եւ մեր միջից էլ դեպի աշխարհ։ Քույրեր, եղբայրներ, Աստծո գետը բնության հետ կապ չունի։ Այս աշխարհի գետերը, մեր երկրի գետերը բնության հետ անմիջական կապ ունեն։ Տարին ջրառատ եղավ, գետն էլ ջրառատ կլինի։
Ձնառատ եղավ, գետը հորդառատ կլինի, երաշտ եղավ, գետը կցամաքի, բայց մեր Աստծո գետը լիքն է ջրով, ասում է գիրքը, մեր Աստծո գետը կապ չունի աշխարհի եղանակների հետ, երաշտի հետ, տրամադրության հետ, Աստծո գետը առատ գետ է, հորդառատ գետ է, բխող գետ է, հետևաբար եթե անգամ այս աշխարհը չորանա էլ, Աստված մեզ համար գետ ունի, որով կարող է մեզ հագեցնել, Սուրբ Հոգու գետն է դա։ Ծննդոց 2-րդ գլխի 10-րդ խոսքում մենք տեսնում ենք, երբ որ Աստված Եդեմական դրախտ Պարտեզը տնկեց, ասում է, որ մի գետ էր դուրս գալիս Եդեմից, Պարտեզը ջրելու համար, եւ հիմա ուշադրություն, եւ այնտեղից բաժանվում ու 4 ճյուղեր դառնում։ Սովորաբար 4 ճյուղերն են միացնում, լցվում իրար մեջ գետ դառնում, բայց այստեղ Աստծո գետը, որ բխում է Եդեմից, բաժանվում էր, ճյուղավորվում էր եւ տարածվում էր։ Երեք երբ որ ես սկսեցի ուսումնասիրել այս գետերը, ապշահար եղա, ինձ համար պատգամներ ստացա, որովհետեւ ամեն գետի մեջ Աստված քարոզ դրեց, պատգամ դրեց։ Ինչու եմ ես սա փոխանցում, Աստված գետ ունի քեզ համար, եւ Աստված գետերը բխեցնում դեպի քեզ եւ քո միջից։ Առաջի գետի անունն էր Փիսոն, Փիսոն գետը, որ նշանակում է լեցունություն կամ նշանակում է առատահոս գետ։ Աստված լեցունության գետ ունի քեզ համար պատրաստած։ Դա առուտ չի, դա ճլճլան մի հատ վտակ չի, դա գետ է, առատ, հորդառատ, լիքը սիրով, բարությամբ, քաղցրությամբ, Փիսոն գետը։ Երկրորդ գետի անունն էր Գեհոն, Գեհոն նշանակում է բխող, ժայթքող գետ, գուցե աղմկոտ գետ էր նա, գետեր կան, չէ, որ հանդարտ հոսում են ձայնը չես լսում, գետեր կան իրենց չես տեսնում ձայնը հեռվից լսում ես։ Օրինակ, եթե գնաք Լոռի եւ Վանաձորից գնաք դեպի Ալավերդի, անգամ չտեսնեք, էլ մի գետ կա, գիժ գետ կա, որի անունն է Դեբետ։ Հիշում եք 2 տարի առաջ այդ գետը գժվեց եւ ամբողջ Ալավերդին սրբեց տարավ։ Մարդիկ թաղվել էին ցեխի մեջ, գերեզմաններն էր քանդել, ոսկորներն էր քշել, տարել, ոչ ոքից թույլտվություն չէր հարցրել, Դեբետը։ Եվ աղմկում էր, որովհետև հորդառատ է, Գեհոն, բխող, ժայթքող, այդպիսին է Աստծո սերը քո հանդեպ, տաք է, ժայթքում է, բխում է միշտ քեզ համար, կաթիլ չէ, մի ծորակ չէ, որ մի կերպ ճլճլալով գալիս է վիոլա ջրի տված ջրի նման, Աստծո ջուրը վիոլա ջրի պես չի, առատահոս ջուր է։ Ես այնքան եմ սիրում այս համեմատականը, որ Աստված երբ որ մեզ տալիս է օրհնություն, ոսկերիչի կշեռքով չի կշռում նոր տալիս մեզ։ Ինչպիսին է ոսկերիչի կշեռքը, տեսել եք, շատ քծիպ կշեռք է դա, չէ։ Դեցիբել, ինչ են դեցի, ունցիա են ասում, դեցի են ասում, ունցիա են ասում, Աստծո կշեռքը տոննաներով, եւ գրված է, որ Աստված իր հոգին չտվեց մեզ, ինչպես չափով, այլ անչափելի է նրա սերը, առատ է նրա քաղցրությունը։ Երրորդ գետի անունն էր Տիգրիս։ Տիգրիսը հին հայերեն եւ ասորերեն եւ շումերական լեզուներից մի բառ է, որ փոխանցվել է մեզ, որ տեգ բառի հետ կապ ունի նաեւ։ Տեգ նշանակում է նիզակ, բայց նաեւ դրա բառարմատը նշանակում է, եբրայերենից թարգմանաբար նշանակում է զորություն, ուժ։ Աստծո գետը ոչ միայն առատություն է տալիս մեզ, ոչ միայն բխում է սեր, այլև Աստծո գետը մեզ զորացնում է եւ ուզում է, որ այդ գետերն բխեն մեզանից։ Դրա համար Տեր Հիսուսն ասաց, գետեր կբխեն, ոչ թե մեկ գետ։ Եվ 4-րդ գետը Եփրատ, որ եբրայերեն փարա բառից է, փարան ձեզ ծանոթ է, մենք փարաքյարի ժողովուրդ ունենք, փարա, որ նշանակում է փող չէ, բայց կապ ունի, պտղաբերություն։ Աստծո գետը պտղաբեր է դարձնում մեզ եւ մեր կյանքը։ Ուրեմն առաջին
Բոլոր գետերը մեկ կամ երկու անկունքից են բխում եւ Սուրբ Հոգու գետը, որ հիմա մեր մեջ է, Աստծո գահից է բխում, Հոր սրտից եւ Հիսուսի սրտից է բխում։ Երկրորդ, որ ուզում եմ ասել, հետեւյալն է, բոլոր գետերը, քույրեր, եղբայրներ, ցածր տեղերով են հոսում։ Այնպես չի, որ գետը ցածրից դեպի վերև հոսի, տես գետ ես չեմ տեսել։ Գետերը վերևից իջնում են դեպի ներքև։ Եղարքունիքի մարզից, Կոտայքի մարզով դեպի Արարատյան դաշտավայր, չէ՞, Հեռազդան գետը, որպեսզի ոռոգի դաշտերը պտղաբեր եւ պարարտ դարձնի։ Գետերը սար չեն բարձրանում, սարից են իջնում, ձորերով են անցնում, դժվարություններով եւ խոչընդոտներով են անցնում, հաղթահարում են, հարթում են։ Սուրբ Հոգու գետերն էլ, քույրեր, եղբայրներ, չեն բխում հպարտ սրտերից, չեն բխում մեծամիտ մարդկանց հոգիներից, որպեսզի Աստծո գետը բխի դեպի քեզ եւ բխի քո միջից, դու պետք է խոնարհ լինես, դու պետք է ցածրանաս, դու պետք է իջնես։ Հպարտությունը ցամաքեցնում է այդ գետը, խոնարհությունը բխեցնում է այդ գետը։ Հալելույա։ Երբ որ դու հպարտ ես եւ Աստված ուզում է քո միջից ներման ու սիրո քաղցր գետը բխեցնի, հպարտությունը ասում է ոչ։ Բայց երբ որ դու խոնարհվում ես եւ ասում ես ես կներեմ, որովհետեւ Աստված էլ ինձ է ներում, հանկարծ քո միջից սկսում է մի աղբյուր բխել, որը կոչվում է սիրո, հաշտության, քաղցրության աղբյուր։ Ուրեմն պիտի խոնարհ լինես, որ այդ գետը բխի քեզանից։ Հետո Հիսուսն ասաց, ով որ ծարավ է, թող գա եւ խմի, որպեսզի այդ գետից մեկը խմի, պետք է խոնարհվի, որ խմի, չէ՞։ Երբևէ եղել է ձեր միջից մարդիկ, որ գետից ջուր խմեն։ Արմենը հաստատ խմած կլինի։ Էքստրեմալ բաներ սիրում ենք անել մենք։ Մեր գետերը հիմա արդեն մի քիչ թունավոր են, պետք է զգուշ լինեք, բայց երբ որ ծարավ ես, եւ երբ որ եկել ես գետի մոտ, ասում են դու կարաս ձին բերես դեպի գետը, բայց չես կարաս ստիպես, որ ձին խմի այդ ջրից, որպեսզի խմի պետք է ծարավ լինի։ Ծարավը մեզ ինչ է անում, մեզ խոնարհեցնում է։ Ծարավը մեզ ստիպում է, որ մեր հպարտությունը մի կողմ գցենք, մեր ամոթը մի կողմ թողնենք եւ խոնարհվենք։ Հիշում եք Աստված իր բանակը Գեդեոնի որտեղ ընտրեց, գետի ափին ընտրեց։ Ովքեր որ խմել գիտեն ուրիշ ձևով, չէ՞, ասեց նրանք ովքեր այդ բառը չեմ ուզում ասեմ, դուք ասեցիք, հա, բայց գրված է։ Ովքեր շան նման երեսնիվայր կընկնեին եւ կխմեին, Աստված ասեց, հենց սրանց միջոցով ես կբերեմ իմ հաղթանակը, որովհետեւ խոնարհ են, ոչ թե քաղաքակիրթ են, ոչ թե ասում են դե բաժակ չկա չենք խմի, բայց եթե ծարավ ես, այդ ծարավը քեզ ծնկի է բերում Աստծո առաջ եւ թողնում ես քո հպարտությունը եւ ցածրանում ես, կամ հպարտությունը դու ամոթդ մի կողմ կդնես, կամ այդ ծարավ կմնաս։ Երրորդ բանը, որ ուզում եմ ասել, հետեւյալն է. գետը, որտեղով որ անցնում է, կյանք ու կանաչություն է բերում։ Նկատել եք, հետ տեսել եք օթանավով, երբ որ թռնում եք, իմ ամենասիրած տեղը պատուհանի մոտ նստելն է։ Ես շատ եմ սիրում նստել հիանալ երկնքով, ամպերով եւ նաեւ նայել ցած։ Նկատել եք վերևից աշխարհը լրիվ ուրիշ բան է երևում։ Վերևից չի երևում քո խռով հարևանների թշնամանքը, չի երևում պետության սահմանը, չի երևում պատերազմը, վերևից ուրիշ բան է երևում։ Բայց երբ որ տեսել եք վերևից, երբ որ գետերը անցնում են, հունն եք տեսնում գետի, իր ափերն եք տեսնում, նկատել եք որտեղով որ գետն անցնում է, այնտեղ կանաչ է, այնտեղ պարարտ է, այնտեղ կյանք կա։ Առանց ջրի կյանք չկա։ Եվ երբ որ գետը հոսում է, կանաչություն է բերում։ Նույնն էլ Աստծո գետը, քույրեր, եղբայրներ, երբ որ հոսում է դեպի մեզ, մենք կանաչում ենք եւ ծաղկում ենք։ Երբ որ հոսում է մեր միջից ուրիշների կյանքի մեջ, իրանք սկսում են ծաղկել եւ պարարտանալ։ Ուրեմն ասենք Տեր, թող քո գետը ոչ միայն դեպի ինձ հոսի, այլև իմ միջոցով հոսի, իմ հիմնարկի մեջ, իմ աշխատավայրում, իմ դասարանում, իմ համալսարանում, իմ հարևանության մեջ, թող քո գետը հոսի, Տեր։ Չորրորդ, գետը իր անցնող վայրերը պտղաբեր է անում, որտեղով որ անցնում է,
պատղաբերություն կա, առատություն կա։ Իր ափերի շուրջ բոլորը կյանք կա։ Տեսեք, բույսեր, կենդանիներն էլ գալիս են եւ գետի ափին հավաքվում են եւ ջուր են խմում։ Բույսերն են աճում այնտեղ։ Ոչ միայն իր կողքը կյանք կա, այլև իր ներսում էլ կյանք կա, ձկներ կան, չէ։ Աստծո գետը լի է կյանքով, ուրախությամբ։ Հեռացրեք Եփրատն ու Տիգրիսը Իրաքից եւ Իրաք չի մնա։ Նավթ կլինի, բայց կյանք չի լինի։ Մարդկություն չի լինի, սնունդ չի լինի։ Հեռացրեք Նեղոս գետը Եգիպտոսից, Եգիպտոս չի մնա։ Ընդհանրապես ասում են մեծագույն քաղաքակրթությունները ոչ թե ծովերի ափերին, այլ գետերի ափերին են ձևավորվել։ Մարդկության մեծագույն քաղաքակրթությունը Միջագետքում ձևավորվեց։ Ասորեստան, Բաբելոն, չէ, Միջագետք։ Մեծագույն քաղաքակրթությունները գետերի ափերին են ձևավորվում, գետը կյանք է տալիս մեզ։ Սուրբ Հոգու գետն էլ հեռացրու եկեղեցուց կմնա կաղապար, կմնա կրոն, կմնա ձևականություն։ Բայց այսօր աղոթենք, ասենք Տեր, մեր եկեղեցին թող այն վայրը լինի, որ նաև ակունք կկոչվի գյուղի պես, որ այստեղից ջրեր կբխեն Աբովյանի համար, կբխեն Երևանի համար, կբխեն մինչև աշխարհի ծայրը, Տեր, թող առատորեն բխեն այդ քաղցրահամ եւ սառնորակ ջրերը մեր ներսից, մեր բերանից, մեր փորից, մեր եկեղեցուց եւ մեր սրտից։ Սուրբ Հոգու գետը սկիզբ առավ Պենտեկոստեի օրը վերնատանը եւ այդ գետը, որ Երուսաղեմից բխեց մինչև ուր հասավ, մինչև աշխարհի ծայրը։ Կա այստեղ մարդիկ, որոնք եղել են աշխարհի ծայրում։ Շատ ամերիկացիների համար Հայաստան աշխարհի ծայրն է։ Բայց ամերիկացիները գիտեք, մի քիչ խնդիրներ ունեն աշխարհագրության հետ կապված։ Իրանք մտածում են Ամերիկայից դուրս ուրիշ աշխարհ չկա։ Բայց շատ հայերի համար Հայաստան աշխարհի կենտրոնն է եւ մյուսները ասցին ինձ համար Հայաստան աշխարհի կենտրոնն է, Հայաստանի կենտրոնն էլ որն է, Աբովյան քաղաքն է։ Այո, շատ ճիշտ եք, ոնց իմացաք։ Այս շատ չմոռանանք։ Թե Աբովյան կենտրոնը որն է, Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ ինչ տեղ ունեցավ այդ ժամանակ, ուրեմն այդ գետը գնաց մինչև աշխարհի ծայրը։ Ես եղել եմ աշխարհի երկու ծայրամասերում էլ։ Մի ծայրամասը ինձ համար Սինգապուրն էր, որ ամենածայրը կարողացա հասնել այնտեղ։ Դրանից այն կողմ արդեն օվկիանոս է, այն մյուս ծայրը Միացյալ Նահանգների Կալիֆոռնիան է, որ եղել եմ այնտեղ, որ մի ծայրն էլ գնացել եմ, Աստծո գետն եմ տեսել, Աստծո մարդկանց եմ տեսել։ Հիշում եմ, երբ որ Սինգապուրում էինք, իմ անգլիացի ընկերը, որ մեկ-մեկ նեղվում էր, որ ես այնց պարծենում էի, որ ես հայ եմ, ամենտեղ ծանոթ ունեմ, ամենտեղ կապեր ունեմ, եւ ինձ նայեց ու բարեկամաբար չարախնդաց, ասես դե հիմա տեսնենք Սինգապուրում որտեղից պիտի հայ ճարես։ Իբր աշխարհի ծայրն ենք եկել։ Ես էլ ջղայնացայի մեջ ասի լավ դու քո հալը հեսա կտեսնես։ Մտա Վիկիպեդիա գրեցի հայերը Սինգապուրում միանգամից բերեց հասցեն։ Եվ պատմությունը հետևյալն էր, որ գրեց Սինգապուրում առաջին քրիստոնեական եկեղեցին հիմնել են հայերը։ Ամենահին եկեղեցին հայկական եկեղեցին է, որը գտնվում է հայկական կոչվող փողոցի վրա։ Ահա։ Եվ ես կանչեցի տաքսին, առանց արդեն որևէ հասցե կոորդինատների, ուղղակի ասեցի տարեք ինձ հայկական եկեղեցից, ես մեծամտաբար ասեց հայկական եկեղեցի, որ հայկական փողոցում է գտնվում, ասեցի հենց այդ։ Եվ տարան, և անգլիացի ընկերոջ ասի կտեսնես դու քո հալը այսա։ Այդ օրը ժողով ունեինք, և ուշ եկա ժողովին, ասեց ուր էիր, ասի մերոնց հետ էի, ասեց ոնց ձերոնց հետ էիր, ասի այո, այստեղ կա հայկական եկեղեցի, առաջինը հայերն են հիմնել այդ եկեղեցին, և այդպես էլ եղավ, երբ որ գնացի, տեսա մի քանի հայեր եկեղեցու բակում կանգնած են իրանց համար, ես էլ նկարում եմ, մեկն էլ մոտեցավ, ասեց ախպեր հայ ես, ասի հա, ասեց արի խորոված ուտենք իրար հետ։ Եվ եկեղեցում ես խորոված կրետ, իմ անգլիացին կեր, ասեց ինչ էր ուշամ, ասում եմ խորոված է ուտում, ում հետ, հայերի հետ։ Ասեց այ դուք հայերդ։ Բայց հայը հետ, տիրոջ գետը,
որտեղ գնում է կանաչություն է բերում։ Եվ սինգապուրցիները ինձ պատմեցին, ասացին, մեր բնակչության մի մասը քրիստոնյա է, որտեղ առաջին ավետարանը, որ Սինգապուր են բերել, անգլիացիները չեն եղել, թեպետ Սինգապուրը Անգլիայի գաղութ է եղել, հայերն են բերել ավետարանը Սինգապուր։ Կարող են այսօր հայեր ավետարանը տանել նաև Իրան, Թուրքիա, Ռուսաստան եւ մյուս երկրներ։ Չեք ասում։ Կարող են։ Նայեք կողքինիդ, ասեսի կարա անի sense բան։ Նայեք ես, ասա ես կանեմ, ես կողքինս չանի ես կանեմ։ Ամեն մեկ իր կոչումն ունի։ Մեկը գուցե կողքի գյուղ պետք է գնա, մյուսը կողքի երկիր պետք է գնա, պարտադիր չի բոլորը գնան։ Բայց իմ ամենամեծ երազանքներից մեկը սա է նաև դեռ չիրականացված։ Երբ որ գամ եկեղեցի տեսնեմ մարդ չկա։ Հետո վարչուկուրը գալիս չէ, վարչուկուրը պետք չի։ Էդգարը գա ինձ դիմավոր ասում, Էդգար ջան, ուր են ժողովուրդը։ Ասեմ, բոլորը գնացել են միսիոներության։ Կարծում եմ ամեն հովի, որոշ հովների մղձավանջն է դա, որոշ հովների երազանքն է դա։ Իմ պարագայում դա իմ երազանքն է։ Տիրոջ գետը, ուր որ գնում է կյանք է տանում։ Հաղթություն է տանում։ 5-րդ բանը, որ ուզում եմ ասել, գետը, որտեղով որ անցնում է մաքրություն է բերում։ Գետը մաքրություն է բերում։ Գետերը իրանց ինչ են անում, մաքրում են։ Ինքնամաքրվում են, ինչպես մշտապես հոսելով գետը մաքրվում է։ Ջուրը ոչ միայն հագեցնում է, ջուրը նաև մաքրում է։ Նկատել եք։ Ոչ միայն ծարավ է հագեցնում, այլ երբ որ դու կեղտոտ ես կամ երբ որ շորդ է կեղտոտ, լվանում ես, մաքրվում է։ Նույնն էլ Աստծո ջուրը, նույնն էլ Աստծո գետը։ Եթե եկեղեցում ոչ թե ավազան է, այլ գետ է, այդ եկեղեցու մեջ ջրերը առողջ են։ Բժշկարար են այդ ջրերը։ Հիշում եք Նեհման ասորին 7 անգամ ընկղմվեց, բորոտությունը գնաց։ Ես եղել եմ Հորդանանում, Անժելիկային պատիվ եմ ունեցել Հորդանան գետի մեջ մկրտեմ, աշխարհի ամենատիղմոտ գետն է, ամենացեխոտ գետն է։ Հիշում եմ, երբ որ Հորդանանից դուրս եկանք եւ շոյրս քամում էի, ցեխ էր թափ գալիս տեղ։ Ասում Տեր Աստված, ամենացեխոտ գետի մեջ մեր մեղքերն ես մաքրում այնտեղ, մեզ բժշկում ես այնտեղ, բայց ջուր կա, որ բժշկում է։ Գետը որտեղով անցնում է մաքրում է, մաքրություն է բերում։ Նույն կերպ էլ հավատացյալն է, որտեղով որ դու գնում ես, տարածում ես մաքրություն, հոգևոր մաքրություն, բարոյական մաքրություն։ Երբ ներսի ջրերը այլևս չեն բխում, այդ ջրերը սկսում են ինչ անել, ինչ հատկություն ունի ջուրը, նեխում է, փչանում է։ Դրա համար է պետք, որ ժամանակ առ ժամանակ հրեշտակը շարժեր այդ Սելովամի ավազանի ջրերը, որ բժշկություն լիներ, որովհետև չշարժվող ջրերը ոչ միայն չեն բժշկի, այլև կհիվանդացնեն։ Ջրերը, որ չեն շարժվում, չեն բխում, այդ ջրերը ճահճանում են, մակաբույծների համար նպաստավոր տեղ են դառնում, ցամաքում են եւ հիվանդության օջախ են դառնում։ Բայց երբ որ քո միջից բխեցնում ես Սուրբ Հոգու աղբյուրները, դու ինչ ես բխեցնում՝ սեր, ուրախություն, քաղցրություն, բարություն, եւ երբ որ դու դա բխեցնում ես, գիտեք ինչա լինում ես այդ մենք ինքնամաքրվում ենք։ Ասեք, դա նոր վարդապետություն է։ Նոր վարդապետություն չի։ Պողոս առաքյալը գրեց ամեն մարդ թող իր անոթը իմանալ ինչպես մաքուր պահի, սուրբ պահի։ Սուրբ Հոգու տաճարն ենք մենք պետք է մաքրվենք, ինքնամաքրվենք էլ։ Ինչպես, ոչ թե խնայելով, պահելով քո մեջ, այլ քեզանից բխեցնելով դու մաքրվում ես։ 6-րդը գետը իր շուրջը մարդկանց է հավաքում։ Երբ որ հայոց աշխարհում գարուն է, ապրիլ, մայիս ամիսը ձյունը հալվեց, լցվեց առուն, մարդիկ ինչ են անում, հավաքվում են եւ գնում են, ասում են գնում են քեֆի, գետի ափին։ Մեր եկեղեցիները սիրում է քեֆի գնալ, չէ՞, խնջույքների գնալ։ Շատ անգամ են գնացել գետի ափին նստել ենք, ուրախացել ենք, մկրտություն ենք արել, քեֆ ենք արել, վայելել ենք Աստծո ներկայությունը, հաղորդակցվել ենք եւ հյուրասիրվել ենք, որովհետեւ գետը իր շուրջը մարդկանց է հավաքում։ Եթե մի եկեղեցում գետ է բխում, մարդիկ կհավաքվեն։
Եթե մեկի տանը Սուրբ Հոգու գետն է բխում, հարևանները կհավաքվեն։ Եթե քո ներսից կյանքի աղբյուրներ են բխում, աշխատավայրում քո շուրջը կհավաքվեն։ Կան չէ այդպիսի մարդիկ, որ իրանք որտեղ լինեն, իրանք շուրջը մարդիկ են միանգամից հավաքվում։ Կանգառում իր համար ավտոբուս է սպասում, մարդիկ են հավաքվում։ Ավտոբուսի մեջ է նստում, մարդիկ են հավաքվում իր շուրջը, որովհետև գետը մարդ է բերում, ջուրը, ծարավը մարդ է բերում։ Ուրեմն թող Աստծո գետը բխի մեր սրտից եւ մեր կյանքից, եւ ինչպես մեր բերանի միջոցով, մեր շուրթերով։ Եվ մարդիկ ինչ են անում այնտեղ հանգստանում են, զովանում են, թարմանում են։ Դա է պատճառը, որ ասում են, գիտես, երբ որ ես քո հետ շփվում եմ, փոխվում եմ, ուրախանում եմ, քեզանից մի բան է բխում, որ ուրիշներից դա չի բխում, քո մեջ ուրախություն կա, քո մեջ մի բան կա, որ այս աշխարհում չկա։ Ուրեմն քույրեր, եղբայրներ, թող այդ բանը, որ Աստծո գետն է բխի։ Եվ վերջինը, գետը ուժի եւ էներգիայի եւ հոսանքի եւ լույսի աղբյուր է։ Գետը ոչ միայն մեզ ջուր է տալիս, գետը մեզ նաև լույս է տալիս։ Ասեք ինչպես։ Լսել եք հիդրոէլեկտրակայանների մասին, որոնք իրենց հոսանքը վերցնում են գետի շարժից, գետի բխելուց։ Հին ժամանակներում էր, որ լույս չկար, հոսանք չկար, ջրաղացներ էին կառուցում գետերի ափին, չէ՞, եւ գետը մարդկանց նաև ալուր էր տալիս, ցորենը աղում էր եւ մարդիկ հաց էին ստանում, որովհետեւ իր մեջ էներգիա կա։ Երբ որ այն շարժվում է, հոսանք են ստանում գործարանները, որ արտադրանք տան եւ մարդիկ բարիք ստանան, բայց այդ հոսանքը գալիս էր գետից։ Երբ որ դու շարժվես, երբ որ Աստծո գետը քո մեջ շարժվի, մարդիկ կլուսավորվեն։ Ոչ միայն իրենց ծարավը կհագեցնեն, այլև կլուսավորվեն։ Լույս կստանան, բարիք կստանան։ Երբ որ Պենտեկոստեի օրը չոր ու ցամաքած Պետրոսի բերանից բխեց Սուրբ Հոգու գետը, գիտեք, գետը մի հատկություն ունի, ասում են գետը քշեց տարավ, գետի բերած, գետի տարած։ Գետը, երբ որ բխեց Պետրոսից, 3000 հոգու քշեց տարավ։ Երբ որ Աստծո գետը քո միջից էլ բխի, այն մարդկանց կտանի դեպի Աստծո ներկայությունը։ Եվրոպայում նախավար դարաշրջանում ուշ միջնադարում, երբ որ քահանաները հարստահարում էին ազգերին, թալանում էին կրոնի անվան տակ, մի քահանայի սրտից հանկարծ Սուրբ Հոգու գետը բխեց Մարտին Լյութեր անունով եւ քշեց տարավ ամբողջ այդ կրոնական չար համակարգը։ Գերմանիան արթնացավ, Եվրոպան արթնացավ, ավետարանական շարժումը սկսվեց աշխարհում, որոնց հետևորդների թիվը արդեն հարյուրավոր միլիոնավորների է հասել, եթե ոչ 1 միլիարդի։ Անգլիայում Չարլզ Ֆինի սրտից մի գետ բխեց եւ 3-ից 4 միլիոն մարդ մենակ մի ֆինի միջոցով ապաշխարության եկավ։ Այն դարաշրջանում, երբ որ չկար Facebook, չկար YouTube, չկար հոսանք, չկային մեքենաներ, ձիով շրջում էր եւ մարդկանց դեպի Քրիստոսներ բերում։ Վիլյամ Քերին, միսիոներներից էինք այսօր խոսում, չէ՞, Հնդկաստանում, ամենավատ միջավայրում, ամենակռապաշտ ազգի մեջ դարձավ միլիոնավոր հնդիկների ապաշխարության առիթ։ Եվ Հադսոն Թեյլերը Չինաստանում մի աղբյուր բխեցրեց, որ այսօր հարյուրավոր միլիոն, պատկերացնում եք Չինաստանում մի կուսակցություն կա, կոմունիստական կուսակցություն, բայց եկեղեցու անդամների թիվը ավելի շատ է, քան կոմունիստական կուսակցության անդամների թիվը։ Միթե սա Աստծո հեգնանքը չի աթեիստական ռեժիմին, որովհետև գետ կա, որ չի ցամաքում, որ մշտահոս է, բխում է։ Այսօր Իրանում մի գետ է բխում, որից 2 միլիոն պարսիկներ, նախկին մուսուլմաններ այդ գետի մեջ մկրտություն են ստանում, այդ գետից ջուր են քաշում եւ ոռոգում են Պարսկաստանը։ Հայաստանն էլ Աստծո գետի կարիքն ունի։ Եվ քո սիրտը կարող է այդ գետի համար անոթ լինել, աղբյուր լինել։ Այդ գետը այսօր որտեղ է, այդ գետը քո մեջ է, քույրս եղբայրս։ Սուրբ Հոգու գետը պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ մեր մեջ է։ Ես չեմ խոսում վերացական գետի մասին,
Ես խոսում եմ մի իրական գետի մասին, որ Հիսուսը խոստացավ, ով որ գա, խմի, նրա ներսից կյանքի գետեր կբխեն։ Եվ դու ես որոշողը, այդ գետը քո մեջ կցամաքի, առու կդառնա, թե հորդառատ ու ջրառատ գետ կլինի, որ կյանք, զորություն, ուրախություն եւ օրհնություն կպարգևի հազարավորներին։ Թույլ կտաս, որ արդյոք մարդիկ գան եւ այդ գետից խմեն, իսկ եթե պահես քեզ եւ անբարես, այդ ջրերը կնեխեն։ Ճիշտ նույն կերպ, ինչպես մանանան էր որդնում, երբ որ հրյաները պահում էին այն, բայց երբ որ բաժնեկցես, կզգաս, որ դարձել ես մշտահոս կյանքի ու գետի աղբյուր եւ մարդիկ կգան։ Էլ չեն գնա գառն ու ձորը, կգան եկեղեցի, կգան քեզ մոտ, որովհետեւ կյանքի ջրեր կգտնեն քո մեջ։ Հիմա ինչ է բխում քեզանից։ Երբ որ Տեր Հիսուսի կողը խոցեցին իր կողքից, ինչ բխեց, ջուր բխեց, արյուն բխեց, կյանք բխեց։ Չարախոսություն չբխեց, բարեխոսություն բխեց իր թշնամիների համար։ Հայր չեն հասկանում ինչ են անում, ներիր նրանց, ներում բխեց։ Ոմանց երբ որ չես էլ հասցնում խոցես, ոմանց բշտում են, արդեն իրանց ներսից թույն ու թարախ է բխում։ Բայց ես կուզենամ, որ երբ որ մեզ խոցեն, մեր ներսից ոչ թե մաղձ, թույն, դառնություն բխի, ոչ թե լեղի, այլ կյանք, քաղցրություն, սեր, օրհնություն, անեսքի փոխարեն օրհնության խոսքեր։ Գիտեք, Աստված հրյաներին խոստացավ Քանանի երկիրը եւ ասաց, ձեզ պիտի տանեմ մի երկիր, որ ինչ է բխում, կաթ ու մեղր է բխեցնում այդ երկիրը։ Եվ հրյաները գնացին Քանանի երկիր, կաթ ու մեղր բխող երկիր, խմեցին այդ կաթից ու մեղրից, ճաշակեցին, բայց ցավը գիտեք որն էր, որ կաթ ու մեղր բխող երկրի մեջ իրենք թույն ու դառնություն բխեցրեցին, թշնամանք, ատելություն բխեցրեցին։ Դրա համար Աստված երկիրը ամայացրեց եւ անապատի վերածեց, աղբյուրները ցամաքեցրեց։ Եթե մեկը խմում է երկնային անձրևների ջրերը, ասում է Եբրայեցիների թուղթը, եթե մեկի վրա գալիս է բարեբեր անձրևը, եւ Հիսուսն էլ ասում է Աստված անձրև է տալիս ում, թե արդարներին եւ թե ամբարիշտներին, չէ՞։ Բոլորին է տալիս։ Բայց եթե այդ երկիրը իր պտուղը չի վերադարձնում Աստծուն, ուրեմն այդ երկիրը մոտ է այրման։ Եթե դու խմես, բայց չտաս, դու չես օրհնվի։ Այդ ջրերը կնեխեն, այդ ջրերը քեզ կապականեն եւ այդ ջրերը քեզ համար դատաստանի ջրեր կլինեն։ Բայց եթե բխեցնես, դու ինքդ կդառնաս կաթ ու մեղր բխող երկրի նման։ Քո ընտանիքը կդառնա կաթ ու մեղր բխող երկիր։ Իրականում այդ երկիրը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Նա բխեցնում է մեզ համար կաթ, նորածինների համար, մեղր դառնացածների համար, օրհնություն անիծվածների համար։